պարագայում Միքայել Աջապայանի վերաբերյալ եւ հաստաբանը եւ նրան տեսակցող պատգամավորը ահազանգում են, որ ունի կոնկրետ առողջական խնդիրներ եւ անհետաձգելի վիրահատության կարիք։ Նախ ընդհանուր առմամբ նշեմ, որ քննարկվել են քրեակատարողական հաստատություններում մահվան դեպքերի, դրանց պատճառների եւ մտահոգիչ վիճակագրության հետ կապված հարցերը։ Կարծում եմ, որ այս հարցադրումը ամենակարևորներից է, երևի թե նկատել եք, որ ինքս էլ շատ ակտիվ եմ այս հարցերի հետ կապված, նաեւ հրապարակային բարձրաձայնելու տեսանկյունից, բայց բացի հրապարակային բարձրաձայնելուց նաեւ ընթացիկ աշխատանքների շրջանակներում այս առումով անընդհատ ենք պետական իրավասու մարմինների տարբեր գործընկերների հետ, ազգային ժողովի պատգամավորների հետ այս հարցերը ոչ միայն քննարկման առարկա դարձնում, այլ փորձում հարցերին լուծումներ գտնել։ Եթե ինչ որ նեղ ավելի հարցեր ձեզ կհետաքրքրեն, ուրախ կլինեմ նրանց պատասխանել, հիմա ինքս չխորանամ այդ բոլոր հարցերի ներկայացմանը, որովհետեւ անվերջ կարելի է խոսել, ես կարծում եմ համակարգային լուծումներ են այս առումով անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությունում, ինչ վերաբերում է ձեր հիշատակած կոնկրետ դեպքին, խոսքը անհատական դեպքի էր վերաբերում եւ նաեւ բոլոր գործընկերներն էլ հատուկ շեշտադրեցին, որ բժշկական գաղտնիքի հետ կապված հարցադրումներ կան եւ բնականաբար հիմա որևէ մեկս չի կարող բարձրաձայն այս պահի դրությամբ դրա վերաբերյալ խոսել, բայց մենք էլ եթե դեմ չեք, քանի որ նաեւ խնդիրը այստեղ բարձրաձայնվեց, մենք մեր հաստատության տեսանկյունից մի քանի ոչ միայն ճշտումներ, նաեւ գործիքակազմեր կիրառենք եւ դրանից հետո նաեւ հնարավորություն ունենանք այդ փոքր զանգվածային լրատվության միջոցների հետ հաղորդակցություն այցելել եւ հասկանալ թե իրավիճակը ինչպիսին է։ Ի վերջի անգամ Սրբազաններին երբեք այցելել եւ չեք պատրաստվում անել, քանի որ ասում են Միքայել Աջապայանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ հետաձգման ենթակա չի, նոր նախարարն ասում է նման բան չկա։ Հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվության պարագայում բնականաբար հրապարակային կներկայացնենք, այսինքն մեթոդաբանությունը թե ինչպես ենք հասցեավորելու այս հարցերը միանշանակ նաեւ ձեզ տեղեկացված կլինի, հաղորդակցված կլինի։ Ինչ վերաբերում է այցելություններին, այո, ես ինքս էլ եմ այցելել, աշխատակազմն մի քանի անգամ այցելություններ իրականացրել, միայն այցերով չի իհարկե, որ այս հարցերը հասցեավորվում են, այո, իհարկե, այո, դեռևս ոչ եւ դարձյալ կրկնում եմ ազատությունից զրկման վայրեր այցերն անընդհատ են իրականում պետք է անկեղծ լինեմ նաեւ ազատությունից զրկված անձանց քանակն է բավականին մեծ ես անընդհատ փորձում եմ նաեւ ինքս այցերին ներգրավվել իհարկե մի հոգու համար բավականին բարդ է այդքան մեծ բանտային բնակչությանը անընդհատ այցերի միջոցով նաեւ հա խնդիրների հասցեավորում իրականացնել անձնապես բայց փորձում եմ նաեւ անձնապես ներգրավվել ասաց որ նաեւ մի հետ աշխատում են շատ լավ է բայց ամեն դեպքում Միքայել Սրբազանի հետ կապված նոր իմացաք թե ավելի վաղ ընկահազանգել է դուք դա ճիշտ է որ դուք ասում եք պետք է ինչ-որ հստակություն ավելի վաղ դուք գիտեք Սրբազանի վիճակի մասին եթե անդիմադիր պատգամավորը ձեզ տեղեկացրել մենք ըստ էության պարոն Դանիելյանի հետ այս հարցով նախապես հաղորդակցություն չենք ունեցել բայց ինքս էլ պիտի արձանագրեմ որ պարոն Դանիելյանը բազմաթիվ հարցեր կա որ ինքն էլ բարձրաձայնում է եւ նաեւ համատեղ ենք աշխատում այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինքս էլ պիտի արձանագրեմ որ շատ կարեւոր է որպեսզի ազգային ժողովի պատգամավորներն էլ այս հարցերով ոչ թե պարզապես զբաղվեն բարձրաձայնելու միջոցով այլ նաեւ կառուցողական լինեն միանշանակ այս հարցերի հետ կապված շատ կառուցողական համագործակցություն ունենք ու նաեւ հատուկ շեշտադրեմ մի շարք հարցեր նաեւ այդ համագործակցության միջոցով լուծումներ են ստացել հիմա ինչ եք անելու Միքայել Սրբազանի համար որպեսզի անհապաղ arczepiskopos-ը բժշկական օգնություն ես արդեն մեկ անգամ հարցին պատասխանեցի հիմա էլ ասեմ ճշտումներից հետո որովհետեւ մենք շատ գործիքակազմեր ունենք այս հարցերին անդրադառնալու պարտադիր նաեւ ձեզ կհաղորդակցենք